Բարև ձեզ սիրելիներս, այսօր 29 մայիսի 2025 թվական, ես ուզում եմ պատմել մի տեսիլք, որ տեսել եմ երևի 2 շաբաթ առաջ, մոտավորապես հաստատ օրերը չեմ կարող հիշել, բայց դա նրանից հետո էր, երբ Աստված ինձ վերջնականապես հաստատեց, նոր տեսիլքներ տվեց այն մասին, որ երկնային Երուսաղեմը իջնելու է Արարատի վրա, հայ հողի վրա, հայոց հողի վրա, եւ դրանից հետո նաեւ որպես հաստատում ինձ տվեց մի երազ, որը ավելի շատ տեսիլքի էր նման։ Հիմա պատմում եմ երազս, ուրեմն երազում ես ամուսնուս հետ եի եւ մի տղամարդ կար, ամուսնուս կողքը կանգնած եւ ես հասկանում եմ, որ նա կարծես այնքան էլ հավատավոր մարդ չէ եւ չի հավատում այս ամենին, որ մենք ապրում ենք այս վերջին օրերում եւ շուտով հափշտակություն է եւ նման խոսակցություններ ամուսինս նրան պատմում էր, ասում էր ոնց դու չգիտես, որ վերջին օրերն են, դու չգիտես, որ շուտով մութ օրերն են, հեսա շուտով հափշտակություն է լինելու, Հիսուսը գալու է իր զավակներին տանելու է, նման խոսակցություններ եւ այդ պահին ուզում եմ ասել, որ օրը դեռ երեկո չէր, բայց արդեն արևը թուլացել էր, արևի լույսը, բայց լույս էր ու ես այդ պահին ասում չգիտեք, շուտով Հիսուսի եկեղեցու հափշտակությունն է Հիսուս Քրիստոսի, շուտով Տերը գալու է մեր հետևից, շուտով 3 մութ օրերն են, այսպես հաստատում եմ ամուսնուս ասած ու այդ պահին նայում եմ երկինք, երբ նայում եմ երկինքը ես տեսնում կարծես ավելի բարձր լիներ, արդեն երրորդ անգամ ես տեսիլքներում, երազներում տեսնում եմ երկինքը կարծես ավելի բարձրացել է, հեռացել է մեզանից ու երկնքում տեսնում եմ, որ ամպերը, սովորական ամպերը ուղղակի փոխվեցին ու դարձան ամպերից 3 քրիստոնեական շատ մեծ խաչեր էին երկնքում ու ես ասում եմ նայեք Հիսուսի նշանն է երկնքում Եվ ես տեսնում եմ, որ մնացած ամպերը բոլորը դարձել են հայերեն տառեր եւ տարածված են ողջ երկնքում եւ ես ասում նայեք, մեր հայերեն տառերն են երկնքում ու ասում նայեք Հիսուսի խաչերն են այդ մարդուն ասում եմ նայեք Հիսուսի խաչերն են, սա նշանակում է որ Հիսուսը շուտով գալու է հետո տեսնում եմ ձախ կողմից վրա ինչ որ պորտալ է բացվում երկնքում կլոր ու ինչ որ դրոններ եմ տեսնում այնտեղ եւ ասում եմ նայեք սրանք էլ այլ մոլորակայիններն են այս նշանակում է որ շուտով 3 մութ օրերն են ու շուտով հափշտակություն ալինելու ուզում եմ մարդը ինձ հավատա ուզում եմ նա փրկվի այդպիսի զգացողություն ունեի ես երազում հետո աղոթել եմ երազից հետո ու Աստված հաստատեց որ այո հայերեն տառերը դու տեսել ես որպես հաստատում որ որ իմ գալով հայ հողի վրա իջնելու է երկնային Երուսաղեմը եւ երբ որ ես կգամ հայ հողը ընտրյալ հող է այն ընտրված է իմ կողմից եւ այդ պատճառով հայերեն տառերը խորհրդանշում էին Հայաստան հայ հող եւ հայերեն տառերը խորհրդանշում էին հայ ժողովուրդ հայերեն տառերը խոսում էր Հայաստանի մասին եւ տիրոջ նշանը երկնքում որպես ես տեսա 3 խաչերը խոսում էր երկնային արքայության մասին որ մոտ է ժամանակը ինչպես նաեւ որ տիրոջ գալուստն է խորհրդանշում նրա որպես նշան որ խաչերը հայտնվում են երկնքում Իսկ այլ մոլորակայինները դա այն նույնն է, երբ ես ամեն անգամ ասում եմ, որ այլ մոլորակայիններ չկան, դրանք դիվական էություններ են, սակայն աշխարհը մեծ սուտ է ստեղծում, որպեսզի խաբի ու ասի, որ այլ մոլորակայիններ գոյություն ունեն եւ խաբի ասի, որ նրանք ուզում են հարձակվել երկրի վրա եւ խաբի ասի, որ հափշտակությունը նրանք են արել, հափշտակություն չի եղել, այլ եղել է այլ մոլորակայինների հարձակում երկրի վրա։